Ողջունում եմ այսօրվա այս հետաքրքիր հանդիպման բոլոր մասնակիցներին, մեր շատ սիրելի լրատվամիջոցների գործընկերների, շաբաթօրով այս միջոցառումը լուսաբանելու համար, պարոն Շարմազանով մենք բնականաբար սիրով դիտություն ենք ընդունում ձեր առաջարկը և կարևորելով ոչ միայն մեր հաղթանակի 80-ամյակի նշումը, այլ առհասարակ սրա հետ կապված այն ինստիտուցիոնալ ողջ հիշողությունը, որը մեր հայրենիքի և մեր ժողովրդի պատմության մի կարևոր հատվածն է կազմում, մենք փորձենք նաև խորհրդանում այս թեման և խորհրդանի միջոցով առավել լսելի դարձնել նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչ անում են չտեսնելու, չլսելու և մոռանալու այն, ինչ որ կապված է մեր պապերի, մեր նախնիների և մեր ժողովրդի հավաքական հիշողության և հաղթանակի հետ։ Ես նաև շատ կարևորում եմ այսպիսի միջոցառումների և հավաքների կազմակերպումը հատկապես ուսուցողական տեսանկյունից, որովհետև այսօրվա մասնակիցները թեև դեռ հիմնական ելույթները դեռևս չեն եղել, բայց հենց մասնակիցների բազմը ինքնին ցույց է տալիս այս հավաքի կարևորությունը և բարձր կշիռը, իմ կողմից շատ հարգված մարդիկ են, գիտնականներ են, ուսումնասիրողներ են, որոնք երկար ժամանակ ոչ միայն բարձր են պահել մեր Հայաստանի այս ժողովրդի պատիվը և արժանապատվությունը ամենատարբեր հարթակներում, այլ նաև հնարավորություն են տվել մեր բազմաթիվ սերունդերին կրթվելու, զարգանալու, սեփական պատմությունը ճանաչելու և նաև դրա հիման վրա առաջնորդվելու։ Նաև շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ դուք հենց ձեր ելույթի սկզբում հիշատակեցիք անվանի մեր մարշալների և նաև նրանց ծագումարաբանության տեսանկյունից, որովհետև շատ ժամանակ կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանում քաղաքական իշխող ուժը մեր պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին փորձում է ներկայացնել առհասարակ կամ ջնջել հիշողությունից մարդկանց այն հանգամանքը, որ Արցախ ենք ունեցել, հայկական Արցախ ենք ունեցել, կամ Արցախում փորձում են ջնջել բոլոր այդ մարդկանց կենսագրությունները, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել, պայքարի և դիմադրության տարբեր ճակատներում մարտեր են ղեկավարել և բնականաբար սա տեղի ունենում այսօրվա այս իրողությունների, ցավոք այդ հասկանալի իրողությունների տրամաբանության ներքո։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նաև այսօրվա հավաքի բոլոր մասնակիցներին, մեր ժողովրդի հաղթանակի մասին ևս մեկ առիթով խոսելուց, որովհետև այստեղ հավաքված մարդիկ ամենատարբեր ամբիոնները, խոսափողները, հարթակները մշտապես օգտագործում են այս ամենի մասին խոսելու, բայց այս խորհրդանշական օրը, երբ որ մենք հավաքվել ենք նշելու հայերենական պատերազմում հաղթանակի 80-ամյակը, սա ևս մեկ առիթ է այս ամենի մասին խորհելու և մեր ապագայի պլանների հետ այդ դիմադրողականությունը պայքարի մթնոլորտը կապելու համար։ Շնորհակալություն։